Okay, հարազատներս այս համեղ ուտելիքը պատրաստելու համար առաջինը մեզ հարկավոր է լինելու հավի ոտքեր։ Ես արդեն կաշին հանել եմ, եթե նկատում եք, լվացել եմ արդեն, պետք է դնեմ եփվելու։ Առաջնային դա ենք անում եւ եփվելու ընթացքում արդեն կասեմ ինչ համեմունքներ եմ օգտագործելու։ Okay, հարազատներս արդեն գազի վրա դրած, ինձ հարկավոր է լինելու կես գլուխ սոխ, հենց այդպես դնում ենք մեջը, մոտ 4-ից 5 հատիկ տափնու տերև եւ սև պղպեղի փոշին եմ օգտագործում, որտեվ այս րոպեին չունեմ հատիկները, ընդհանրապես հատիկներն եմ օգտագործում, բայց ավելի այս րոպեին չկա, փոշին եմ օգտագործում, որը նորմալ է եւ պետք է մեզի գալու աղ։ Իհարկե դա ըստ ցանկության դուք ինչքան կուզենաք դնեք, դա արդեն ձեր ցանկության վրա է լինելու։ Եվ եփելու ենք մինչև որ լիարժեք եփված լինի հավի ոտքերը։ Այս ընթացքում մեզ հարկավոր է լինելու կարտոֆիլ, որը պետք է մեզ կարող եք եւ եփել, հետո իրան պյուրեի պես պետք է սարքեք եւ կարող եք մաքրել նոր եփել, այդ ժամանակ արդեն ավելի արագ կեփվի։ 15 րոպեում եփվում է, երբ որ արդեն մաքրում ենք, կտրտում ենք, ավելի շատ արագ է ինքը եփվում։ Մոտավորապես 4-ից 5 հատիկ, եթե խոշոր է, բայց ես հիմա իմ մոտիները փոքրիկ են եւ շատ չեմ էլ բաղադրությունները մի քիչ կրճատած եմ, ես ամբողջական տարբերակը ասեցի արդեն նախորդ, որ կլինի ներքևի հատվածում, քանի որ մենք ընտանիքով փոքր ենք, 3 հոգի ենք ընդամենը, մեզ շատ պատրաստելուց էլ այդքան ձեռ չի տալի, որտեվ չի ուտվում հետո շատը մնում է հիմնականում ամուսինս է շատ սիրում էս ուտեստը, տղաս մեկ կուտի, մեկ էլ կտնաս չի ուզենա ուտի, հավեսը գիտի իրա, կարող է պատրաստեմ եւ ինքը գա ասի ընդհանրապես ուրիշ բան եմ ուզում։ Այս գործիքը այնքան շատ եմ սիրում, այնքան արագ է ինքը մաքրում։ Վերջերս պատահական միտեղ հյուր էինք, ասեցի օգնեմ իրանց, որ արագացնեն գործը, պատկերացնում եք այնքան արդեն որ հետ եմ սովորել, դանակով եթե հիմա տան ինձի կարտոշկա մաքրեմ կամ ինչ որ մի բան, որը մաքրելու հետ է կապված, չեմ կարողանում։ Մեկ որ սովորում եմ, էլ արդեն չեմ կարողանում, հիմա արագացրացա լվանամ։ Okay, հարազատներս, արագ կտրտենք ու դնենք եփվելու։ Okay, հարազատներս, կարտոֆիլը իմ արդեն պատրաստ է, այն պետք է դատարկեմ, ջրակ համանեմ, և անցնենք պյուրե սարքելուն։ Okay, հարազատներս, ես շատ չինչին աղ եմ մեջ ավելացնում հիմա, այս ճաշակի ձեր ցանկության վրա է։ Okay, ժողովուրդ, մեր պյուրեն արդեն պատրաստ է, մեջը պետք է ավելացնենք մոտ 100-150 գրամի չափով վանիլ, ես մոցարելա եմ օգտագործում, որպեսզի ավելի հեշտ եւ հարվող լինի։ Եվ մեծ մաղադանոց պետք է կտրատեմ մեջ ավելացնեմ։
Իմիջիայլոց ասեմ շատ շնորհակալ եմ ձեր բոլոր լավ խոսքերի համար, ցանկությունների համար, անչափ շնորհակալ եմ բոլորից հետ։ Չեք պատկերացնի ինչքան ինձ մոտիվացնում է ձեր խոսքերը, ձեր սրտիկները, ձեր մաղթանքները, անչափ շնորհակալ եմ։ Ու եթե դժվար չի ձեր համար հարազատներս, գրեք որ քաղաքից եք դուք, որ քաղաքում եք ապրում, որ քաղաքից եք գրում, ինձ հետաքրքիր է ձեր գտնվելու տեղերը, ձեր գտնվելու վայրերը։ Բավական մեծ լավ ընտանիք ենք դարձել, այսպես ասած, որը շատ հաճելի է։ Եվ դրանից լավ բան չկա, չեք պատկերացնի։ Եվ մեջ ավելացնում ենք 1 ձու։ Հիմա սա մի լավ խառնելու ենք եւ սպասում եմ հավը այս ընթացքում ոտքերը եփվում է։ Մեջը կարող եք ավելացնել սև պղպեղ նույնպես, կարծում եմ ինչ որ համեմունք սիրում եք կարող եք ավելացնել, դա ըստ ցանկության է արդեն հարազատներս։ Okay, սպասենք հիմա հավնելու։ Համարյա թե պատրաստ է։ Okay, հարազատներս, եթե նկատում եք արդեն իմ հավի ոտքերն էլ պատրաստ։ Եվ վերջ, այս բուլյոնն էլ կարող եք մեկ այլ բան պատրաստել, ընենց անուշ հոտ է, ընենց համով է։ Okay, ժողովուրդ ջան, հիմա արդեն մի քիչ սառել է իմ հավի ոտքերը, պետք է ազատենք, կոլորշին հելնում է, տաք հոտ անգամ։ Եվ չենք դեն նետում սրանք, պահում ենք, հակառակը բոլորը պահելու ենք, որտեղ մեզ դեռ պետք է գալու։ Okay, ժողովուրդ ջան, եթե նկատում եք, արդեն առանձնացրել եմ եւ դնում եմ առանձին, սա դեռ մեզի պետք է գալու։ Եվ հիմա անցնում ենք մանր կտրատելու հավի միսը։ Ինքը շատ համով է լինելու։ Կիևսկի կատլետ չի, շատերը կշփոթեն կիևսկի կատլետի հետ, չէ, հաստատ կիևսկի չի, բայց շատ համով է, որ մեկ սարքեք արդեն ինձ թվում է կուզենաք դուք էլ պատրաստեք, հեշտ է ինքը, բավական հեշտ պատրաստվող է։ Ու համով է հայտնել։ Եվ տոնական, եթե հյուր ունեք, որ շատ ուզում եք, որ լավ բան մատուցեք, ահա, այսի լավ գաղափար է, որ կարող եք սա անել։ Պահեք անպայման, որ հետագայում կարողանաք, եթե ուզենաք մի բան պատրաստեք, որ հիշեք, հետո որ չկորցնեք, անպայման subscribe եղեք, որպեսզի հիշեք էջը, թե չէ որ subscribe չես ելնում, հետո հարկավոր է լինում հետ գնալ եւ գտնել վիդեոն չեք կարողանում գտնել, որ գրանցվում եք, արդեն հիմնական բոլոր վիդեոները ձեզ գալիս է, ինչ որ դնում եմ ես։
Ձեզ մոտ արդեն ցուրտ է ժողովուրդ, հələ գրեք իմանամ ինչ վիճակա ձեր մոտերը, մեր մոտ եղանակը բավական սառն է, սա մեզ հարկավոր չի, okay. Բավական սառնոտ է արդեն, իհարկե անձրև բան չկա, բայց շատ սառն է, okay, հիմա սա պետք է ավելացնենք կարտոֆիլի պյուրեի մեջը և մի լավ խառնենք նորից հետ։ Okay, եթե նկատում եք, ես ջուր բերեցի, դրեցի իմ կողքը, որպեսզի ես կարողանամ թրջեմ, թե չէ շատ է կպնում ձեռքերից ու չեմ կարողանում։ Դուք կարող եք ավելի մեծ անել, եթե ուզում եք, կարող եք ավելի փոքրիկ անել, նայած ոնց եք ուզում, կարող եք և մեջը կարագ էլ դնել, եթե ցանկություն ունեք։ Հիշում եք ոսկորները պահեցինք, okay, հիմա դնում ենք մեջը արդեն և իրան փակում ենք։ Okay, վերջ, անցնենք հաջորդին։ Դնում ենք, ու իրան փակում ենք։ Շատ հեշտ է, շատ հեշտ։ Okay, Ժորժ ջան, ես սկզբնական վերցրել եմ 3 հատ ձու և հիմա մի քիչ աղ եմ ավելացնում մեջը։ Որպեսզի թաթախեմ և դրանից հետո պասկադա, սա հաց չորացրած, basically էդ է։ Եթե չի հերիքի դուրս, նորից կավելացնեմ էլի, բայց կարծում եմ, որ պետք է, որ հերիքի։ Okay, ես օգտագործելու եմ այս մեր չոտքը, որպեսզի թաթախեմ, որ ձեռքերով չմտնեմ մեջը ձվի։ Եվ այտենց ավելի հեշտ է ինձ համար և հետևից արդեն պետք է թաթախեմ պասկադի մեջը։ Այստեղ կարամ մտնեմ, որտև չի գտնի էլ ձեռքերիս այս պարագայում, բայց իհարկե ձեր ցանկության վրա է։ Եթե ուզում եք շատ խրթխրթան լինի, կարող եք սրանից հետո նորից հետ ձվի մեջը դնել, նորից հետ պասկադի մեջը դնեք ու նոր դնեք ժարի տանելու, բայց ես կարծում եմ սենց բավական է, ուղղակի չափից շատն էլ այս անգամ շատ է կարմրում, որտև մենք բավական քիչ ենք պահելու մեջը, ընդամենը 2-3 րոպե ձեթի մեջը պետք է ժարի տանենք և վերջ։ Բայց այս ճաշակի մարդկա սիրում է խրթխրթան հավեսով ուտել է տենց է սիրում, մարդկա
չի սիրում այտենց նայած ցանկության։ Եթե պասկալ չունեք էլ, դու կարող եք ձեր տան հացերը չորացնել, աղալ եւ վերջ։ Ահա եւ պասկալ կունենաք։ Միջև մեր ձեթը տականա արդեն, ինչ եմ ուզում ցույց տամ, հիմա ինչ եմ անում, այն մնացած արդեն, որ մնացել էր, հավի ոտքերը, այդ ոսկորները վերջացավ, հիմա դրանով բացում եմ, կարակ եմ դրեմ մի քիչ մեջը, փակեմ եւ նույն ձևով թաթախեմ ու կդնենք ժարի տանելով։ Իմ կարծիքով այն տղան սա ավելի շատ կուզանա 8-10 րոպե, ինքանց թե առանց կարակինը, ինքը սիրում է սենց յուղոտ, հավեսով, ժարի տարած բաներ։ Հետ թաթախենք։ Ու դրեցինք այդտեղ, հիմա անցնենք հաջորդին։ Okay, հարազատներս, հիմա անցնենք զգույշությամբ դնելուն, ձեթը բավական յուղը, ու սա յուղը բավական շատ եմ լցրել, որպեսզի ինքը հավասար կարողանա եփվի։ Մի փոքրիկ էլ ու վերջ, արդեն կհանեմ։ Փոխարենը սա օգտագործեմ, որ վրաս չթռնի ձեթը, ու ես չգիտեմ ինչի կանգնեն նայում եմ։ Ձեթը ուղիղ վրաս եկավ։ Okay. Համարյա թե պատրաստ է։ Մակասեք ինչու են մնացածը չի դնում, որտեղ ուզում էի տենայի ջերմաստիճանը, ճիշտ ջերմաստիճան եմ օգտագործում, թե չէ ձեթի համար։ Սա նորմալ էր։ Սա արդեն հանելու ժամանակն է։ Նայեք Ժորժը, ինչ լավն է եղել։ Սա բավական ինձ օգնում է, որ ձեթը չթռնի, ոչ
կողքերը գազի եւ ոչ էլ ինձ վրա։ Այդ ընթացքում կոտլետները դնեմ։ Հարազատներս համարյա թե վերջացնում ենք, բավական արագ, շուտ ստացվող խավի կոտլետներ են, կարտոշկալ բավական համով։ Անպայման կպատրաստեք, այնքան համով է, իրականում շատ կսիրեք։ Վստահ եմ ձեր անդամներն այդան բոլորը կսիրեն։ Okay, դա էլ սենց գնաց։ Ասում եմ, վայ շուտողին։ Վերջ, ռացնել անջատենք։ Okay, հարազատներս, արդեն պատրաստ է, հիմա իրար հետ կփորձենք, անենց լավ հավեսով սենց չոր խրթխրթանա վրան, տեսնենք ոնց է ստացվել, որ դուք է պատկերացնեք արդեն, նայմեք մեջ է, ինչ փափուկ, ինչ հավես, պանիրն է մեջ է հալած է արդեն, ընտիր բանա, հոտն էլ ընտիր, հիմա համն է կնայենք, չնայած որ տաք աշտապում եմ, հոյակապ, ընտիր բան, անպայման դուք է պատրաստեք, ձեր տանեցիների համար վայելեք, անուշանեք,